լավ, եւ ինչու վատ, եթե պատայում։ Դա երկար պատասխան։ Չէ, ինչ թերացում եք նկատել։ Ինչ խնդիրներ եք։ Բազմաթիվ խնդիրներ կան չլուծված, դա թերացում է։ Այն որ տրանսպորտի հարցը տարիների ընթացքում այդպես էլ չլուծվեց, դուք դա բաց թողում համարում եք գոնե։ Ճիշտ ասած, բաց թողում չեմ համարում, բայց համարում եմ ակտուալ այդ խնդիրը լուծել։ Իսկ որևէ բաց թողում կնշեք, խնդրում ենք, եթե նկատել եք։ Այս պահին ոչ։ Այսինքն չեք հիշում։ Կարող եք այդպես մեկնաբանել։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ։ Քանի անգամ ասել եմ, անգամների աշխատանք չի կարող ինքը հանդավորել, ասել այս խնդիրը պետք է լուծեմ, հետո այդ իսկ պատճառով քաղաքապետի աշխատանքը բարդ է հենց դրան։ Պարոն վարչապետ, ընդդիմադիր ուժերը շատ են քննադատում, որ Տարոն Մարգարյանի ունեցվածքը կասկածելի ճանապարհով է կուտակվել։ Դուք դա անհանգստացնող հարց համարում եք խնդիր։ Եթե իրանք փաստեր ունեն, թող դիմեն համապատասխան իրավապահ մարմիններին։ Իսկ ձեզ չի զարմացնում այդ երիտասարդ տարիքում ինչպես այդքան գումար հարստություն կուտակեց Տարոն Ես Մարգարյանը։ բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են, դա դրա հետ կապ չունի։ Բայց նա միայն քաղաքապետ ու թաղապետ է աշխատել։ Ես չգիտեմ իր եկամուտի աղբյուրները։ Նա հայտարարագրել է միլիոնատեր է։ Ախր հարգելիներս, դուք վարչապետին հարցեր եք տալի։ Կամ փաստ։ Դիմեք իրավապահ մարմինին լուծում։ Պարոն Կարապետյան, լավ, ձեր փորձից ասեք, երբ քաղաքապետ էիք, կարող էիք հարստանալ քաղաքապետի աշխատավարձով։ Քաղաքապետի աշխատավարձով ոչ, այլ տարբերակներով։ Իսկ նա միայն թաղապետ ու քաղաքապետ է եղել։ Իրավապահ մարմիններին դիմեք փաստերի վերաբերյալ։ Շատ լավ, աշխատանքային հարգանքի օրինակ։ Իսկ ձեր հրաժարականի մասին լուրերը ինչու եւ ինչպես ծայքեցին։ Չեմ կարող ասել։ Ունեք այդպիսի մտադրություն։ Ոչ։ Լուրեր կան, որ նախագահի հետ հակասություններ ունեք, պարոն վարչապետ։ Քիչ առաջ պատասխանել եմ, ճիշտ չի։ Իսկ 2018-ից հետո ինչ կերպեք։ Պատասխանել եմ այդ հարցին, բազմիցս, մի հատ նայեք։ Նորից կասեք, խնդրում եմ։ Ոչ։ Չի փոխվել, նախկին պատասխանները չեն փոխվել։ Շնորհակալ ենք։ Ես էլ